անունների ստվերի վախի մտնոլորտ կա, որը որ փորձում են օրենքի տառով, օրենքի հիմքով փոփոխություն կատարել, այսինքն ունենք օրենսդրական, ունենք վարչական ռեսուրսներ, լծակներն օգտագործում են, որպեսզի դաշինքի անվանումից խուսափեն, որպեսզի անձնանուններ կամ ինչ-որ այդպես չլինի, այնպես ինչպես նախագծում։ Օգտը ո՞րն է լինելու այսպես ասած։ Ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն։ Բոլոր գործիքակազմերը օգտագործում են խանգարելու համար վարչական, իրավական, օրենսդրական, ինչքան հնարավոր է բոլոր տեսակի ուրեմն գործիքակազմն օգտագործում են։ Ամբողջ թեման սա է։ Բայց քիչ առաջ ԿՊ պատգամավորների հետ երբ զրուցում էինք, իրանք ասում են, որ ընդդիմության ասածները պետք չէ լուրջ ընդունել, որ որևէ վախեր չունեն, հատկապես Սամվել Կարապետյանից, ասում են սրոյից ինչի պիտի վախենանք։ Նայեք, եթե ԿՊ պատգամավորները նման բան են հայտարարում, այդ դեպքում թող ասեն, թե այդ նախագիծը ով է բերել նախորդարան, ում նախագիծն է դա, եւ եթե չկա այդպիսի մտավախություններ, ապա ինչի համար են բերել, հատկապես այս ժամանակահատվածում, երբ ընդամենը ժամեր են մնացել, համապատասխան գրանցումներ կատարելու համար, հետևաբար վախերի մասին խոսում են ոչ թե խոսքով, այլև արդեն գործողություններն են դրա մասին ըստ էության եւ փաստացի վկայում։ Գտնում եք, որ մրցակցությունը հավասար չէ, հավասար պայմաններ։ Իհարկե մրցակցությունը հավասար չէ, որովհետեւ այս դեպքում ակնհայտորեն իրենք ունեն օրենսդրական վարչական ռեսուրսներ, գործիքակազմ, իսկ ուժեղ Հայաստանը ունի, ես վստահ եմ, որ ունի ժողովրդի մեծամասնության ամենանդեպս քվեն։